Հարբուխից եւ գրիպից հետո երեխաների մոտ շատ հաճախ հազ է սկսվում։ Հազը չի համարվում հիվանդություն, այն օրգանիզմի պաշտպանողական ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական երևույթների նկատմամբ։ Բայց որքան էլ այն հիվանդություն չհամարվի, միևնույնն է, երկարատև հազը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։ Մասնագետն այսօր կներկայացնի հազից ազատվելու եղանակները։ Հազը տարբեր հիվանդությունների ժամանակ ունենում է տարբեր հաճախականություն եւ իր բնույթը լինում է տարբեր։ Ըստ հաճախականության հազը կարող է լինել եզակի, հաճախակի, բազմակի, անընդհատ, ինչպես նաև կարող է լինել թաց, չոր եւ այլն։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի ծնողները ուշադրություն դարձնեն հազի բնույթին եւ հազի հաճախականությանը տարբեր հիվանդությունների ժամանակ։ Ուրեմն, եթե հազը չոր է, ապա անհրաժեշտ է որպեսզի այն վերածվի թաց հազի։ Այս նպատակով իհարկե անհրաժեշտ է սենյակի օդի խոնավությունը ապահովել, երեխային հաճախակի տանել դուրս քայլելու, երեխային տալ բավարար քանակությամբ հեղուկներ եւ այլն։ Ցանկալի չէ մինչև 2 տարեկան երեխաների համար խորխաբերների օգտագործումը, ինչը ծնողները շատ ժամանակ առանց բժշկի թույլտվության երեխաներին տալիս են, սա կարող է շատ վտանգավոր լինել երեխայի կյանքի համար։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ ծնողները հարցում են, իմ երեխան չոր հազում էր եզակի, մեկ էլ հանկարծ սկսեց թաց հազալ եւ ավելի հաճախակի, պետք է նշեմ, որ դա նորմալ երևույթ է, երբ որ չոր հազը վերածվում է թաց հազի, սա շատ դրական միտում է համարվում հազի համար, այսինքն լորձը պետք է արդեն հազի միջոցով դուրս գա եւ շատ ժամանակ նույնիսկ բնական է, երբ որ հազը հասնում է այն աստիճանին, որ երեխան փսխում է եւ հազ ուղեկցվող փսխումով, սա փոքր հասակի երեխաների մոտ համարվում է բնական, որովհետեւ հազի միջոցով դուրս չեկածը փսխման միջոցով դուրս է գալիս այդ լորձը եւ հազի մասին խոսելով պետք է ասեմ նաեւ, որ թաց հազը կարող է ուրեմն շարունակվել մինչեւ 3 շաբաթ եւ սա անհանգստության առիթ չպետք է լինի ծնողների համար։ Ինչպես նաև ուրեմն հազի մասին ասեմ, որ հազը կարող է լինել այսպես հաչոցանման, սա նշանակում է, որ խնդիրը վերին շնչուղիներում է եւ բորբոքման process-ին են միացել նաև ձայնալարերը եւ այս երևույթի ժամանակ ցանկալի է դիմել ուրեմն մանկաբույժի խորհրդին եւ ցանկացած հակահազային պրեպարատ մինչեւ մանկաբույժը խորհուրդ չտա երեխային չնշանակել։ Տնային պայմաններում ցանկալի է միայն ուրեմն օդը խոնավեցնել, երեխային հաճախակի տանել զբոսանքների եւ հեղուկների քանակ ապահովել։ Ուրիշ բաներ անել ցանկալի չէ, եթե վերին շնչուղիների կոկորդի շրջանում է հազի պատճառը, ապա որպես կանոն տաք միջոցներ օգտագործելու դեպքում հազը ավելի մեղմանում է, ձայնի խրպոտությունը Մնացած միջոցները կիրառելը նպատակահարմար չէ, որտեղ կարող է երեխայի մոտ բարդությունների առաջացման պատճառ դառնալ։